Կրկին բարև ձեզ հարգելի հետևորդներ, ուզում եմ մի հատ կարճ հատուկ եթեր մտնեմ եւ խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության հիմնականում Մեղրու շրջանի բնակչությանը, հատկապես տաքսիստներին եւ այն տաքսիստներին, որոնք ուրիշ տեղերից եկել են տաքսի քշելու։ Դիմում եմ Մեղրու շրջանում ապրող բոլոր տաքսիստներին եւ բնակիչներին։ Հատ բոլոր համայնքներում Լիճկնա, Ագարակնա, Ալվանքնա, Մեղրինա, Նռնաձոր, Լեհվաս, Վանկալեր, Տաշտուն, Վարևան, Մարգի, Վարավար եւ այլն մնացած տեղերի բնակիչներին։ Հարգելիներս, որ դուք տաքսի եք քշում իրանցիներին բերում եք Երևան, ինչ եք այդքան էժան փողոցում մի բան էլ պարսիկները սկսել են ձեր վրա մուտիլով կանել։ Պարսիկները մուտիլովկա են անում, թե հայերը թանկ են վերցնում, մինչև Երևան մեկ անձը քշում են $100։ Մեղրեցիներն ասում են 15,000-ով են քշում, ժողովուրդ 425 կիլոմետր է Մեղրուց Երևան։ Ինչ եք քշում 15,000 դրամով։ Կոչ եմ անում բոլորիդ, նախ համախմբում եք Մեղրու ժողովուրդ։ Ովքեր այդ տարածքներից չի, բոլորի վրա փող եք տրում։ Մինիմումը 250,000 կամ 200,000 անձը։ Չեք ուզում Երևան մի եկեք։ Չեք ուզում մի եկեք, ինչ 15, ինչ 40, ինչ 50,000։ Արցախյան երկու պատերազմների ժամանակ Իրանը որևէ բան արել է։ Մի հատ հայ փախստական ընդունել է։ Հələ Խուդաբերին է չանցած շնորհավորում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսօր արդեն նրանք պատերազմ են տալու Թուրքիայի համար, իրենց կոչած հարավային Ադրբեջանի համար։ Ինչ եք հələ մի բան էլ արտանում, Քոչանի լկտի Քոչարյանի լկտի նյուզերն էլ ցույցատալի իբր հայերը, պարսիկները հələ չեկած արդեն սկսել են մուտիլով քեքը, թե հայերը վրեքը տաքսիները թանկացրել են երկու անգամ, սարքել են $100։ Մարդը գոռում է եկեք իմ տաքսին նստեք, 4 հոգիդ 60,000-ով տանեմ, $60,000, հա։ 4 հոգին ուզում է $150 փող 425 կիլոմետրի համար։ Ուրեմն դրա համար կոչ եմ անում Հայաստանի մյուս շրջաններ բոլորին, ով տեսավ Պարսկաստանից մարդ է եկել, ինքը պարսիկ չի, հիմնականում ադրբեջանցիներն են։ Ստից ասելու են պարսիկ են, խոսալ գիտեն, հո ինչ ես անելու, հո DNK տեստ չես անելու։ Բոլորից ուզում եք մինիմումը 200-250,000 դրամ։ Ով ձեզ չի ենթարկվի, ծեծելով ավտոն ջարդեք վտարեք։ 200-250,000 դրամ, լավ են անում, քիչ են անում։ Երևանում ով պարսիկին տուն տա մինիմումը $2,000-ից պակաս ասեց, ուրեմն իրան էլ բռնեք սատկացրեք։ Այ քեզ բան, ընդետակն է ինչքան լրփազավր կան, մանավանդ հիմնականում սպասում են, որ գա տուն վարձով տան, գարաժ վարձով տան, կնգան տանեն ծոցը, կողեն քնի, ինքն էլ տղամարդ մտնի այդ պարսիկ տղամարդու ծոցը քնի։ Վայ, խուժաններ, անամոթ, անառակն ու անամոթը ձեր ընտանիքներն է, որ ամեն գնով հայրենիք ծախելու եք։ Ես կոչ եմ անում բոլորիդ, տաքսիա, ռեստորան, ամեն ինչա, պարսիկի վրա թանկ եք հաշվում։ Ինչի՞։ Այտենց չեն անում մեզ աշխարհի բոլոր տեղերը։ Ռուսաստան գրում էր սլավոնական դեմքի համար այս տունը արժի բանը $2,000, ոչ սլավոնական դեմքի համար արժի $4,000։ Ու վիրավորում էր լիցո կավկասկայի նացիոնալիստի։ Ինչ անշանքում լիցո կավկասկայի նացիոնալիստի, տենց է չհասկացա։ Այդ ով է որոշե տենց բան։ Դուք էլ իրանց արեք, լավ եք անում։ Ինչ եք քիչ ասում, ինչ 15,000 ինչ փող է։ Ասեք մարդա 200,000, որ ինքը ոտու ձեռները տնի, լպստի, լացի, մացի 100,000-ով տանեք բերեք։ Այդ ինչի 100,000 դրամ էր Ռուսաստանից Ռոչից մինչև բերեին Հայաստանի սահման, 100,000 դրամ էր մինչև Երևան բերելը, 150,000 մարդա։ Այդ խե Երևանից այդքան տեղը նույն էլ այդքան կիլոմետր անում։ Էն էլ այնտեղ ուղիղ գիծեր գալիս, այդտեղ լրի ոլորանները դժվար անցանալի ճանապարհ։ Դրեք, ասեք, մարդա 200-250,000։ Դրեք մի հատ խումբ հորինեք, մեղրեցիներ ջան, ես ձեզ ճանաչում եմ, ով կենթանի է, ինձ կճանաչի այդ թվի մարդկանցից։ Հա, ասեք այսքան ընկեր ջան, եկավ հասավ Քաջարանի տղեկ, դուք էլ ասեք այդքան, ինչ կլինի, որ 40 կիլոմետր է եկել, վրից մի 10,000 դրամ, հա, ասա այսա 10,000 դրամ կամ 15,000 դրամ, համ բեր Երևան։ Եկելա կապանի ժողովուրդ ջան, դուք եւերս մի 10,000 հանեք, բերեք Երևան։ Այտենց հա, ոնց ուզում են գան, պետք չի չգան։ Հիմա էլ նոր ծրագիր է եկել, Ռուսաստանը արդեն լցնում է, այս Հայաստանից է հայախոս պարսիկ թուրքերը, որ ոչ մեկ չգիտի, թուրք են, թերով խոսով, Հայաստանը փթի չփան անենք, թուրքերին, որ բերել եք արդեն հայերեն են խոսում,
թուրքական քոչվորական ակցենտով մի ֆրազեք մեր վրա փող կաշխատեք, մի թանկացեք, մենք գալիս ենք որ գնանք, ուր եք գնալու, այ քոչվորներ, մենք չենք ուզելու, ժողովուրդ տուն մի տվեք, դրանք ադրբեջանցիներ են, ինչքան կարաք փող քերեք, ինչքան կարաք ստուգեք տեսեք ովքեր են, ոչ մեկին չզիջեք, մեկին 10, մեկին 20 հանեք, քիչ եք անում, մեկին 50 հանեք, տուն մի տվեք, դուք ձեր տունը թուրքին եք տալու, գիշերելի ձեզ մորթի, 15 թիվը հիշեք, հայերը բերում էին քրդերին, թուրքերին իրաց տան մեջ պահում էին, սրանք հելում էին ոչխարը գողանում են, կանիքներին բռնաբարում իրանց են մորթում, ոչխարն առնում հելում էին սարը, նույն պատմությունն է, թուրքերն է գալիս էին վրադիր էին կոտորում, նույն պատմությունն է, հիմարության չգնաք հանգարց, ով ձեր շենքում հայտնվավ պարսիկ Պարսկաստանից եկած օր ու արև մի տվեք, մի թողեք ժպիտին, մի հավատացեք, ինքը թուրը պայելա, որ հարմար ժամանակ կողի ձեր սիրտը, ձեր երեխում մորթի, գողանա տանի, բռնաբարի։ Իրենք ոնց են ասում, եթե այն ձեռքը չես կարող թրով կտրես, պաչի դիր գլխիդ և ցանկացած ստորություն տարենքան, մինչև դու ուժեղանաս իրա գլուխը կտրես։ Մի արեք այս բան։ Այս հատուկ եթերը մեղրեցիների համար ու պարսիկները հələ չեկած արդեն մուտիլովկա են անում։ Սամանի վրա արդեն մուտիլովկա են անում, տեսա ընկնավորը, եսը տեղլնեի, սատ կսնելուի բոլորի։ Մեղրեցիներ չեմ ջողում, դուք կրվող տղեկ եք, Քոչարյան Նիկոլին հանիք ռադարիկ, չեք կարում հավաքվեք ընդ կոնտրոլ պահեք։ Հավաքվեք ասեք, մարդը 200,000 չէ մի մտի, վсё, էս ամեր օրենք։ Ուզում ես 200,000-ով գնա, ասում է հիմա էլ Ռուսաստանից նոր օրենք են իջացրել, տվել են Փնթի Շևչենկոն, ասում է Պուտինը մի անգամ այդ մեկը ճիշտ է ասում, որ չի հայոյ է Նիկոլին, այո, որովհետև իր շունն է, ոնց այո։ Ասում է Պուտինը ուզում է Հայաստանի ժողովուրդ ջան, ստանա Շվեյցարիա, բոլորը տակ են տալի, մենակ Հայաստանն է Պուտինի համար լավ մարդ է, լիշ կուտա տալի։ Դրա համար Հայաստան կռիվ չի լինի, բոլորը կքանդվեն բացի Հայաստանից։ Այս է նոր կտի ձև է հրամայած, որ ռուսական ծրագիրը բերեն անցկացնել ռուսական մարտն է, 3 մատի կոմբինացիա բոլորիդ։ Եղավ, ռուսին է, թուրքին է, ջհուդին է, մյուսին է, պարսիկին։ Ինչ է ուզում մեկ էլ ասել, ավելացնել նախ այս լեկտությունների չեմ ուզում անցնել իշխանության, մի բան եմ ուզում ասել, մի չասեք Նիկոլի կողմից, հա, ես ասելու եմ այն, ինչ որ մենք մտածում ենք ու գիտենք, որ նման տարբերակ կարա լինի։ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա գնալուց կարա փախնի հետ չգա։ Բայց նաև կարա երկրորդ պլանը լինի։ Հիշեցնեմ ձեզ, որ Հայաստանի ամենաառաջին հանրապետության ղեկավարը, որը պրոռուսական էր, սպանեցին ինչու՞մ օթանավում։ Ճիշտ է։ Ինչ արեցին օթանավը։ Գցեցին չէ՞ Միասնիկյանի։ Այո, ինչի համար, որ Կարսի պայմանագրի հետ համաձայն չէր եւ Արցախի եւ մնացածի հետ։ Բայց Նիկոլ Փաշինյանը, քանի որ համաձայն է, ինչ կապ ունի։ Գցում են նոր վատ մարդկանց տնելու, ինքը իր դարը ապրել է, քանի որ իրեն գցելու են, որ բերեն նոր կերպարներ, հանձինս ռուսական կլինի Տաշիրի Սամոն, թե կլինի Ժիլետ Կարենը, թե մնացածը էական չի։ Ռուսականը բերեն։ Հիմա Նիկոլ, դու զգում ես, որ դու գնացիր Ռայսի ճակատագրին։ Ինչ ա եղել, որ ինքնաթիռը տնկնի, ինչի Ռայսին խփեն կգցեն։ Քեզ ինչ է չխփեն գցեն։ Հիշեցնեմ քեզ, որ Ռայսը խփել է Ադրբեջանից դուրս եկած սահմանի վրա Ադրբեջանի։ Խփողելի թուրքերն են, թուրքը այդքան գաղափար ունենար Հայաստանի մի հատ կխփեր։ Ոչ թե ռուսների ձեռքն է ամբողջ հոպը։ Արդեն գործդ կատարել ես, ասել են անպայման պետք է թռնես Էրդողանի ծոցը օդի մեջ կխփեն։ Էս էլ հաշվի առ, քանի որ ամսի 20-ին թռնելու ես մտնես Էրդողանի ու Ալիևի ծոցը։ Էս էլ մնացածը հաշվի առեք։ Սա ուզեցի ասեմ, որ հասկանաք, որ այն մարդը, որ արդեն օգտագործման ժամկետը անցնում է մեծերի մոտ, նրանք նրան ուղղակի զոհ են տալիս։ Ոչ դու Պրիգոժինն ես Պուտինի համար, ոչ դու 180 գեներալներ ես Պուտինի համար եւ մի շարք այլ մարդիկ, որոնց գլուխը կեր։ Բարձր։ Առայժմ այսքանը հարկի լինես, եթե որևէ բան լինի, ելի կասեմ, կրկին անգամ հորդորում եմ բոլոր Հայաստանի տաքսիստներին, տուն վարձող տղողներին, խանութավորներին, հիմնականում մեղրու ժողովրդին առաջինը։ Գնացեք, կոնտրոլ արեք, ոչ թե 15,000, ոչ թե 50,000, այլ մարդը 250,000։ Չի ուզում, թող չգնա։ Հələ իմացնե, սկսել են ռուսական ծրագիր լինի, վայ, նրանք Հայաստան մնացող չեն, գալու են Հայաստան, թափով գան Ռուսաստան։ Ոնց։ Հերակը մտնեն Ադրբեջանով կետան, ինչի Ադրբեջանով չեն մտնում։ Չէ, իրանց աղբերներն են, հարավային Ադրբեջան են կոչում քոչվոր։ Դե թող մտնեն իրանց ճանապարհով գնան, ինչ են Հայաստանով գալի։ Անենց ավելի հեշտ է մտնել են Աստարա, գնաց կնստեն մինչև Մոսկվա հասնեն։ Պարզ է։ Դրա համար ուշադիր եղեք այս հարցերին։ Առայժմ